Ժամանակի շունչը հասկանալու եւ այդ ժամանակաշրջանում ժողովրդի արժեքները ճանաչելու համար պետք է լսել այդ ժողովրդի հյուսած երգերը։ Հայ ժողովուրդը եւ ուրախությամբ է կիսվել երգով եւ երգով փարատել է տխրությունը։ Շատ գեղեցիկ տաղավար է։ Հայկական ժողովրդական երգը եկել է մեր տաղավար։ Ամեն սազի մեջ ընգոված, ես էլ քանի ժամ եմ սոված։ Ժողովրդական երգը առհասարակ ձայնի տեխնիկայի մասին չի։ Ժողովրդական երգը, որ լսես, պիտի ասես, վայ ինչ հայկական է։ Էդիտունը կաշառելով երաժիշտ սարքեցի։ Մեր կոլխոզի նախագեն, վայ թե, պահեստապետի կնգան, վայ թե։ Եմ հինգներով մենակ հորս համար եմ նվագում։ Տատիկիցս եմ շատ սովորել երգել։ Մի անգամ Վարդանը Բադալյան ասեց, քեզ որ լսում եմ, ոնց որ Սյունիքի սարերով անցնեմ։ Յարչի միտաչիմ հերասնի քիզ գոյարım են, բարեմ են։ Վատ երգ չկա, կավատ կատարող։ Աշխարհումը սաղչիմ քաշի, առանց արաղ ես չեմ ճաշի։ Հայկական ժողովրդական երգերը հայրենիքի, սիրո, ընտանիքի, ընկերության, բնության մասին են, օրորոցային են եւ ծիսական։ Հայկական ժողովրդական երգերը սերունդների միջև հաղորդակցվելու գեղեցիկ միջոց են եւ ինքներս մեզ հետ անկեղծ լինելու մի ձև։ Հայկական ժողովրդական երգի նոր մեկնաբանումներով այս երեկո նույնպես մեզ հետ է լինելու Darwin's Project-ը։ Այսօր առաջինում հանդիպում ենք արտիստների, որոնք տարածում են ժողովրդական երգը եւ մեզ պատմում են մեր մասին։ Նրա ձեռքերում դուդուկը կենթանանում է ու տարածում ժողովրդականը։ Կամո Սերանյան։ Նրա կատարմամբ ժողովրդական երգերը մենք լսել ենք մանկական զուլալ ձայնով ու ինչ լավ է, որ լսում ենք մինչ օրս Գուրգեն Դաբաղյան։ Հայկական ժողովրդական երգի ջերմությունն ու ոգին, համն ու հոտը մեզ փոխանցող Արսեն Գրիգորյան, Աստո։ Հայկական ժողովրդական երգը կանացի նրբությամբ մատուցող Գոհար Հովանեսյան։ Դե բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք ու վստահ եմ, որ տրամադրություն շատ բարձր է լինելու այս տաղավարում ու արդեն է։ Սկսեմ առաջին հարցից։ Ի վերջո, ժողովրդական երգը ինչ ասելիք եւ ինչ առաքելություն ունի, Արսեն։ Հրաչուի ջան, ժողովրդական երգը հենց ամենամեծ ասելիքներից մեկը ունի, որովհետև ժողովրդական երգը ինքը մեծ ազգապահպան նշանակություն ունի։ Այն ազգը, որ մշակույթ չունի, ընդհանրապես ազգ կոչվելու իրավունք չունի։ Փառք Աստծուն, մենք մշակույթ ունենք, մշակույթի բազմա ոչ գծեր ունենք, նկարչություն, տառ ու բառ ունենք, դրանով մենք կոչվում ենք ազգ։ Ու դրանց այդ գծերից մեկը դա ժողովրդական երգն է։ Կամո մենք խոսում ենք միշտ նրա մասին, որ ժողովրդական երգը մեր նկարագիժն է։
Հիմա ո՞րն է մեր նկարագիրը։ Ինչպես է ներկայացնում է ժողովրդական երգը։ Ինձ թվում է ցանկացած ազգի ժողովրդական մշակույթի արվեստը տիպիկ բնութագրում է այդ ազգին։ Մեր ժողովրդական երգը, երաժշտությունը, պարը, չէ՞, թեկուզ պարը, այդ առնական, այդ քոչարին, այդ Յարղուշտան, լրիվ այդ պարը լրիվ նկարագրում է հայ տղամարդուն, թեկուզ մեր Սայաթնովայի երգերի տակ, որ մեր աղջիկները պարում են, լրիվ հայ կնոջ նազանքն նկարագրում, ես έτσι եմ հասկանում։ Բոլորս։ Գուրգեն, մանկուց շատ զգուշորեն մոտեցել եք ժողովրդական երգին եւ պրոպագանդել եք ժողովրդական երգը։ Եվ ինչպիսին է հետաքրքիր է այդ մոտեցումը այն ժամանակ ձեր ու այսօր։ Մոտեցումը ամեն տարիքի հետ յուրովի փոխվում է, կապված է տարիքի քո հասկացողության հետ, որտեվ երգեր կան ժողովրդական երգերի մեջ շատ բարդ ասելիքով, ասենք օրինակ աշխուհական երգերից ցախորթորեր կամ դունեն գլխեն նման երգեր, որ դու ամեն տարիքում մի ձև ես մեկնաբանում, բայց ես մի հետաքրքիր բան ասեմ, փոքր ժամանակ կար այսպիսի մի քննադատություն, որ 10 տարեկան երեխան ինչու է երգում սեր, յար ինքը ինչ է հասկանում կամ ցախորթորը մինչև մազերը չսպիտակի եւ այլն։ Բայց ես որ երգում եմ, իմ կարծիքով ամենա տպավորիչ բանը, որ երգը տեղ է հասել, դա հասարակ մարդկանց ժողովրդի հուզվելն է։ Երբ որ մարդը փշաքաղվում է կամ արցունք է գալիս, դա էլ պետք չի բացատրել ոչ մի գիտական բացատրություն, երգը դու ոնց ես վերլուծել եւ այլն երաշտագիտորեն ամենալավ տեղ հասնելու ինֆորմացիայի ձևը դա է։ Ու երբ որ ես երգում եի, այն ժամանակ էլ թե հիմա էլ կապ չունի, կամ ընդհանրապես արտիստները երգում են, դա հասնում է տեղ, այդ մեսիջը, ուրեմն կատարումը ստացված է։ Բնական է հետո փոխվելու է ժամանակի ընթացքում, բայց ես ուրախ եմ, որ իմ այն ժամանակվա երգը հիմնակար դարձավ շատ ժողովրդական երգիչների, երիտասարդների, դպրոցների բացման ու ծրագրերի, որը շարունակելի է այսօր, ինչը շատ կարևոր է։ Շատ։ Գոհար, երբ կատարում եք ժողովրդական երգերը, մտածում եք ավելի շատ կանայք են հյուսել դրանք, թե տղամարդիկ։ Ես ուզում եմ նախքան հարցին ձեր անդրադառնալը, ես ուզում եմ շարունակել Գուրգենի խոսքը, փոքր ժամանակ շատ դաստիարակչական է եղել ինձ համար Գուրգեն Դաբաղյանի երգը, եւ ես հիշում եմ, որ համարյա ամեն օր ես պետք է լսեի իր դունեն գլխեն կատարումը, իսկապես իմ ավելի շատ դա կապ չունի, ինչքան ապրում ես, այնքան սովորում ես։ Հիմա մենք այսօր ունենք շատ երիտասարդ սերունդ, որ անուններով չգիտեմ, տենց չեմ կարող թվարկել, բայց նորովի որ մատուցում են հաճելի է լինում։ Եվ հիմա ձեր հարցին պատասխանեմ։ Ես մեծացել եմ Սասունցիների ընտանիքում եւ այնտեղ յուրաքանչյուր առիթ երկու պարով էր լինում, անցնում։ Շատ սովորել եմ, երևի հատուկ չեմ սովորել, բնությունն այդպես եղել, որ հայրական կողմը Սասունցիներ է եղել, տատիկիցս եմ շատ սովորել երգել։ Եվ հայ երգը չի ճանաչում, կին լինի թե տղամարդ լինի, հայ երգը ինձ համար գիտակցություն է, որ ամեն տարիքում ես երգ եմ հիմա երգում, որ 10 տարի առաջ այլ կերպ եմ երգել։ Ավելի հասուն ես մոտենում եւ ամեն ժամանակահատվածում դու այլ կերպ ես մատուցում ժողովրդական երգը։ Ինձ համար ժողովրդական երգը այբուբեն է, որ պետք է մաքրամաքուր պահենք եւ տարածենք։ Արսեն, ո՞րն է եղել այն երգը ժողովրդական, որին սիրահարվել եք, առաջին երգը եւ ինչու։ Ընդհանրապես իմ կյանքում ժողովրդական երգ առաջին որ կատարել եմ, դա դպրոցական հասակում եղել է Մայրո երգը։ Լեյլեմ լելե, էդի պատահական։ Որ երգը։ Լեյլեմ լելե Մայրո երգը։ Որ երգը։ Լեյլեմ լելե Մայրո Սևիկ սիրու ժան խորոդիկ Մայրո Լեյլեմ լելե Մայրո Սևիկ սիրու ժան խորոդիկ Մայրո Աղջիկո անուն Մայրո Լեյլեմ լելե Մայրո Երթանք սարերը սեյրամ Սևիկ սիրու ժան խորոդիկ Մայրո
Leyla malele, leyla malele, lele mayro. Sevuk siru şat khorodik mayro. Բրավո։ Կատարես խումբը։ Կատարեց ինչպիսի կայծակ խումբը։ համույթը։ Այս երկով հասկսեմ երկային կյանքը։ Բայց ինչքան կյանք կա, չէ, այս երկերի մեջ, ինչքան ասելիք կա։ Ջերմություն Այո, սեր կա։ Մի բան ասեմ, Որ այսքան տարիներ եկել հասել եմ։ Կարելի է մի բան Իհարկե։ ասել։ Մեր ժողովրդական արվեստի մեջ կան նաև հումորային, այսինքն ոնց էրոտիկ Կատակ բնութագրման երկեր կան էլի, բայց այնքան զուսպ ու սիրուն են, օրինակ մեր կոլխոզի նախագեն վայթե 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 պահեստապետի կանգան վայթե 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 պահեստապետի մանա վայթե 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 կոլխոզի նախագահին վայթե 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 ասանք երդատավոր վայթե 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 հնի ով է մեղավոր վայթե 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 Վայթե, հա։ Բրավո։ Իհարկե ժողովրդական երգը որքան կարևոր է կատարելը, նույնքան կարևոր է այն փոխանցելը։ Եվ իհարկե շատ խորհուրդներ վստահ եմ ստացել եք ձեր մեծերից, կամ ավակներից կարևորագույն խորհուրդ ես մասով որն է եղել։ Իմ կյանքից մի փոքրիկ հատված պատմեմ։ Ես 7 տարեկան եմ լինում, այդ տարին հայրս արտասահմանում է լինում, մայրս ինձ տալիս է երաժշտական դպրոց գիտարի բաժին։ Լավ էլի։ Բարեբախտաբար կներեք տղեկ ջան, գիտարիստ ջան, բարեբախտաբար չեմ ընդունվում։ Այդ տարի, մյուս տարի, որ արդեն հայրս տանն է լինում, էլի մայրս փորձում է ինձ տա երաժշտական դպրոց, հետո որ հերս իմանում է, որ մի տարի առաջ գիտար ասելա, մենք ինչ կապ ունենք գիտար գործիքի հետ։ Մեր տունը գիշեր ցերեկ Սայատնովայա հնչում, մեր Ջիվանի, Շերամ, մեր տունը գիշեր ցերեկ Հաչովսիպյանի, Լևոն Մադոյանի ուտեղ հորս խորտով ինձ տալիս են երաժշտական դպրոց շվի։ Այ դուդուկը քեզ շատ ես ազում։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշում եմ, որ փոքր ես այդ ժողովրդական արվեստը փոքրուց այն մեջ պատել մեր տան առիթներին իմ Գուրգեն պապս ամբողջ Սայատնովան ու Ջիվանին ասմունքում ու երգում էր։ Այս ժամանակ 6-7 տարեկանից արդեն լսում էի աշխարհումս էլ ցախորդ օրերը նոր Գուրգենն ասեց դե մենք արմատներով ջավախկեցինք մենք շատ հպարտանում ենք Աշոտ Ջիվանիով։ Ինչպիսի կազմ է այսօր հավաքված այս բազմոցի վրա իսկապես Երանի բազմոցի Ջավախցիների պարծանքն Աշոտ Ջիվանին եւ Ջիվանին ինձ թվում է համարվում է աշուկների Իմ ամենասիրելի աշուկն։ Հայկական աշուղական դպրոցի հիմնադիրը եւ Ջիվանուն համեմատում են փիլիսոփաների հետ իր խոսքերը, իր գրվածքը։ Իհարկե։ Այո, արդի են, մինչև Իմ հիմա։ կամոյ խոսքին շարունակություն իմ պապին էլ Գուրգեն Դաբաղյան Լևոնի, ես էլ Գուրգեն Դաբաղյան Լևոնի, երկուսս էլ sense պատահականություն մարտի 10, ինքն էլ մարտի 10։ Լուրջ ես։ Ես էլ չգիտեի։ Այս երաշտական ժողովրդական գենն էլ էլի մեր Դաբաղյաններից է գալիս, հատկապես պապիկս էլի արտասանում էր, երգում էր միշտ բաժակաճառի ժամանակ մեջբերումներ էր անում։ Ու միացած ծաղալու պատմություն կա, որ հյուր է գնում դե միշտ ասում էին մի բան արտասանի, մի բան երգի։ Ինձ էլ էին ասում։ Ուտելիք չեն դնում Երգել չէ, բայց արտասանել ասում էին։ Դե ասում է երգ եմ մի բան, սոված ալնում, դե երգով ուզում է բանանի։ Ամեն սազի մեջ ընգոված, ես էլ քանի ժամ եմ սոված։ Այ ասում են Գուրգենը սոված է մնացել, բերեք ուտելիքը դնում են Քյավառ, այդ մեր բարեկամների հետ է եղել։ Ուտելիքը դնում են, որ հաց ուտեն, արաղն են մոռանում դնեն։ Դե ասում են Գուրգեն ջան, արդեն ուտելիքը կա, բան ամեն ինչ կա, մի բան էլ երգի էլի, ասում է երգեմ։ Աշխարհումս աղջիմ քաշի, առանց արաղ ես չեմ ճաշի։ Բրավո, Ահա լավ պատմություն կա։ դրելու բաները Այդ պատասխանատվության մասին եմ, այո։ Այդ պատասխանատվության մասին եմ ուզում խոսել։ Ի վերջո դա մեծ պատասխանատվություն է, չէ՞, նաև գիտեմ, որ աշխատել եք Ռուբեն Մաթևոսյանի հետ, նաև։ Այո, ես էլ սովորել եմ 3 տարի։
Մեր ուսանող տարիներին ես ու Արսենը նույն կուրսից ենք եղել, պատիվ ունեցանք մեր ուսանող տարիներին մեր գիգանտները շփվել։ Հովհաննես Բադալյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Օֆելիա Համբարձումյանի, ուսանել եմ Ռուբեն Մաթևոսյանի լավագույն սաներից։ Մենք այսօր անակնկալ ունենք, ճիշտն ասած։ Առաջին անգամ երբ ընդունվում էի ջազային էստրադային քոլեջ, շատ լարված էի, որովհետև դե Ռուբեն Մաթևոսյանը պետք է լսեր եւ հիշում եմ առաջին երգը, որ երգեցի Քելելաո, ասաց ոչ մեկի չլսես, որովհետև քո բնությունը արդեն կա։ Կարող ես Ռուբեն Մաթևոսյանը պետքա գա ստեղ տաղավարին։ Արի չբացենք հիմա Իրանից փակագծերը։ խոսացինք, ասիկ անակնկալ տենց տարավեք կողմ։ Ինչ իմանաս, ինչ կլինի այս Ով էլ գա տաղավարը։ շատ ուրախ կլինենք։ Ընդհանրապես մի բան ասեմ, Ռուբեն Մաթևոսյանի մոտ սովորել ենք, բայց ինքը մենակ մեր դասատուն չի։ Բոլորին ես։ Բոլորի դասատունը, որովհետև մեկը մի երգ սովորելու համար անպայման Ռուբեն Մաթևոսյանն էր լսում, որ ճիշտ սովորել։ Կապ չունի իր ուսանողն է, թե իր ուսանողը։ Ես ընդհանրապես բոլոր այդ մեծ երգիչներին Վաղարշակ Սահակյանից սկսած Ռուբեն Մաթևոսյան, Օֆելիա Համբարձումյան, Նորայր Մնացականյան, Արաքսիա Գյուլզադյան, համարում են մեր բոլորի ուսուցիչը։ Թեկուզ մենք իրանց հետ շատերի հետ անձամբ չենք շփվել, չենք ծանոթ, բայց իրանց այնակությունները լսելով մենք վերցրել ենք այն ինչ որ պետք է մեր ձևով։ Մի գաղտնիք էլ ասեմ Ռաչուի ջան, մենք շորթական արվեստի երաժիշտներ կատու մեր դասատուն ձայնագրություններն են մեր մեծերի։ Այո։ Մենք կլասիկ կլարնետիստ ու ֆլեյտա թավջուդակար չենք որ բացենք Մոցարտը կամ չգիտեմ նոտաներով սովորենք ու հելենք չէ այս մարդիկ Արաքսի չեն լսել բայց միջև այսօր Արաքսին ապրում է եւ ապրելու Արաքսի Գուզատյանի դպրոցը որովհետեւ լսում մեկ երեխեքը գիշեր 3 տանը Արաքսյան են լսում Օֆելիա Համբարձումյանն են լսում ու այստեղ կարելի ասել Երանի են մարդուն ում անունը Իրանից երկար է ապրում Այո բրավո Ասո ջան Այ իսկ ում հետ որ շփվել եք, քննադատաբար են մոտեցել ձեզ, ձեր մոտեցումներին։ Անկեղծ ասեք։ Ռիսկ չեն արել։ Ընդհանրապես խոսակցությունը ամենտեղ էլ Ռիսկ չեն արել։ ամենտեղ էլ կա։ Մենք թողենք քննադատել։ Խոսել են, ասենք իմ ընկերոջից, ասենք այս նոտանստը ես էլ միշտ ավակ թե կրծեր կապ չունի իմ ընկերներին, ասել եմ, եթե կոմպոզիտորը այս նոտանը զգար այդ ժամանակ ոնց որ իմ ընկերը սխալ է երգել, այդպես կգրեր, որտեղ այդպես ավելի սիրուն է։ Այդ խոսակցությունը ավակներից միշտ սերունդին միշտ կա։ Իբր մենք շատ գիտենք, սստենից իրանք շատ գիտեն, իրանք բոլորն են մեր դասատուներն են, բայց ես օրինակ համ փոքրից սովորում եմ Համ էլ փոքրին հենց իրան եմ ուղում, ոչ թե ասում եմ կամո գիտես, այն երեխեն վատ երգեր, չէ, կանչում ասում եմ ախպերս էս ավելի ճիշտ է։ Այն ժամանակ իստում ավելի շատ հետևից են։ Պարապ մարդիկ են, պարապ։ Այն որ իրանք իրաց գործը փայլում են։ Բայց առողջ քննադատություն էլ չի կարող լինել, բնականաբար։ Ոչ թե հետևից։ Բայց եղել է։ Դարերով եղել է, ոչ Ճիշտ է լինում, չի կարա չլինի, բայց ինձ թվում է խելացի փորձ ունեցող վարպետ արդեն պետքա նաև ազատություն տա այդ երիտասարդ երգչին, եթե խոսքը գնում է մեր ոճի մասին, կոմպոզիտորականը չեմ ասում, եթե նոտա գրված է, բայց եթե աշուղական եւ հատկապես գեղչկական ֆոլկլորը, դրանք բանավոր կերպով փոխանցված են եւ նաև իմպրովիզացիոն են, աշուղականը կոնկրետ, մրցույթների ժամանակ իմպրովիզացիոն ձևով են երգել նաև ամբողջը սենց քառակուսու մեջ դնել, հստակացնել, մաքրել բոլոր նոտաներից ու մելիզմատիկայից դարձնել եվրոպական, դա սխալ է։ Խելացի վարպետը պետքա նաև ասի, որ դու ունես ազատություն, քեզանից ինչ որ բան պետքա դնես այդ երգի մեջ, որ քեզ քո ասելիքը դառնա։ Այո։ Ու բանը խորուրդ քննադատությունը որպես խորուրդ կարելի է ընդունել։ Ես ունեմ Գուրգենն էլ ընթացքում ավելի փոքր էր, ինձ բան ասել, ես որպես դաս եմ վերցրել, անալիզ եմ ենթարկել ու հասկացել եմ ախպերս ներողություն հիմա, բայց այն վաղտ այս երեխեն ճիշտ ասում։ Իմ ուսանողներն են ինձ լիքը բաներ ասել կամ իրանց խամ կոկորտ է, էլի։ Այն ժամանակ խոսքի ազատություն չի եղել որ էդի կյանքում մտքովս չի անցել, ու էդի օգտագործվել է երգի մեջ։ Ու շատերը գիտեն, թե երգը տենց է, բայց չէ, իմ ուսանողն է էդի ներմուծը մշակույթի մեջ։ Բայց ես այսօր ինքս էլ ունեմ դպրոց, որ ես շատ իմ երեխաներից շատ բան կարող եմ սովորեմ այդ պահին։ Ես ինչ որ ժողովրդական խաղիկ երգեր եմ, անավանդ ինչպես Գուրգենը ասեց, նոտայագրված չեն։ Մենք լսել ենք մեր գյուղերից, տատիկներից, պապիկներից, մեզ հասել է երգելու միջոցով, բայց փոխանցվել է, բայց այսօր ինչու երիտասարդները կարող է ինձանից լավ երգեն, օրինակ Քելելաո երգը, որը որ նոտայագրված չի։ Բայց մի բան կա, որ սա
ֆոլկին է ենթարկում, կա կոմպոզիտորական երգեր, որոնք երբեք իրավունք չունի ոչ մեկ շեղելու։ Դե Այո, եթե նոտագրված է, հա, բայց եթե երգիչը իրենից կատարողականը ինչ որ բան չդնի երգի մեջ, մնայուն չի լինի այդ երգը Զգացմունքի մոռացվելու է։ մասին է խոսքը։ Հիմա տեսեք, մենք խոսացինք մեր մեծ երգիչներից, ամեն մեկը իր յուրահատկությունն ունի կատարողական, դրա համար իրանք մնացել են։ Նույն Ձեռագիրը։ երգել ասենք Ռուբեն Մաթեոսյանը, Դունի Մուսանես, Արաքսիա Գյուզյադյանը, լսում ես, զգացվում է, սա իրա ձեռագիրն է, սա իրա։ Եթե ուզում ես դու քո ձեռագիրն ունենաս, որ էլի երկար ապրի, դու էլ քեզան իրանց կոպին անելով, copy paste-ով դու չես ունենա քո ձեռագիրը։ Իրանք արդեն կան, իրանցից լավ հնարավոր չի երգել այդ ձևով։ Բայց եթե չես կարողանում նորամուծություն անել, գոնե իր այդ սովորածը մեծ սովորածը պիտի շարունակես, որ կարող է քեզանից հետո մի հատ երիտասարդ նորամուծություն անի, նորից կյանք տա։ Ոնց որ Գուրգենը իր երեխա տարիներին ռեստարտ արեց մեր ժողովրդական արվեստը։ Այդ բոլորը դες փոքրիկ իշխան, հետի հենց այնպես չէր։ Մի հատ ամբողջ ազգ կենտրոնացավ Գուրգենի վրա ու այդ պահին այդ երեխան Գուրգեն դապարել ավելի մեծ գործ արեց, քան այդ պահի ես էի անում, որտեղ ինքը մեծ դաս տվեց։ Շատ շնորհակալ եմ, Ու սերունդներ սիրեցին։ Ուզում եմ ասեմ, որ ոչ թե ես տացված, դա ինքնաբերաբար աստած։ Ես երեխայից ոչ մեկ չի ասել, ինձ ոչ մեկ չի ստիպել, համոզել, ասել, կաշառել, ոչ մի բան չի եղել։ Ես ինքնուս իմ մեջից եղել արել եմ ու տենց է ստացվել, որ տենց մեծ մասշտաբի Դե որովհետև գենի ուժ գոյություն ունի եւ իհարկե արյունը ջուր չի դառնում երբեք։ Բայց ես տունը կաշառելով երաժիշտ սարքեցին։ Ինչ էին տալիս։ Ասում էին պարապ, չէի պարապում։ Ասում էին մի երգ այսքան փող կտակ։ Շեխ ջերես նստում էր կողս ու այդ օրվանից փողային գործիք համարվեց։ Ու երաժիշտը չի։ Հարևանից ագարձուն առավ, որ նստի կողս դամպայից, որ տնից դուրս չետամ ընկերերից խաղան, որ պարա ու ամեն երգը ստավկեն ուներ, էլի տենց փող առնելով երաժիշտ դառա։ Մինչև հիմա ստավկեքը մեծացավ։ Բայց փոխվեց Աճեցի։ գնային։ Հիմա էլ առանց դրա չի նվագի։ Չէ, ընկերս Հինգներով մենակ հորս համար եմ նվագում։ Հա, ոչ ցավաց։ Այ չարեց։ Լավ, հիմա ինձ ասեք, ի վերջո ինչն է ժողովրդական երգը պահում այսքան արդիական, մինչև այսօր։ Ժողովրդական երգը պահում են մի քանի մեր նման անհատներով։ Մենք պատժեշկած չունենք։ Չէ, բացի կատարողները։ Արի ծուրի մա պետք է քննադատենք։ Չէ, մի հատ կաներս էլի։ Գուրգեն ջան, ժողովրդական երգը մենք ինչքան էլ կատարենք, առանց հանդիսատեսի անիմաստ է դառնում։ Մենք ունենք մի մեծ լսարան, որ առանց իրանց պահել հնարավոր չի։ Իսկ կայանալու համար 100%-անոց պիտի բոլորը լսեն ու սիրեն։ Ու շուտ պետք է լսվի այդ մշակույթը, որ անպայման Դե մենք հենց դրանով էլ այսօր այստեղ զբաղված ենք։ Ուզում եմ ասեմ, երկուսի կարծիքն էլ ճիշտ է, ես համաձայն եմ։ Բարդ պայմաններում պահում ենք մի երգ ու երաժշտություն, չէ, որը շատ չի քարոզվում, շատ փող չկա սրա մեջ եւ այլն եւ այլն։ Ես որպես երաժիշտ խոսեմ, իմ ընկերերս երգիչներ են, ես որպես ինստրումենտալ, այսինքն գործիքային կատարող։ Այս մարդիկ էլ, չէ, կարային նույն վարկյանին թողեին, սկսեն նենց երգեր, որ 10 անգամ ավելի լավ ապրեն ու ավելի շատ փող աշխատեն։ Բայց իրանք հասկանալով, որ պետք է էսի շարունակեն, բայց կրթեն մի ամբողջ ազգ, իրանք չեն վազում այդ շատ փողին, իրանք էս իրենց համեստ կյանքով ապրում են։ Դե որովհետև դու պիտի ծառայես քո երգին։ Քնից լի հարսի կամ քավոր կնգա մասին կամ չգիտեմ հորոխբոր կնգա մասին երգերքի հորոխբոր կնգա մասին Այս լավ միտքեր գիտես հորոխբոր կինը որ կանչեն գործի կանչեն ասեն արի մեր հարսանիկին այս գովա որ Չէ, բայց կամ ջան, արի մի քիչ էլ անկեղծ խոսենք, որ մենք դիսական շատ լավ երգեր ունենք, որ այո, հարսիկին գովերքում ենք։ Եվ լավ նշանակություն կա եւ լավ սիմվոլիզմ կա դրա մեջ, եւ դա կիրառվում է։ Որ անընդհատ կրկնվում է, այդ երգերի մասին չի խոսքս, երգերը իսկապես որ մենք ունենք շատ ժողովրդական երգեր։ Իմ ընկերները շատ ճիշտ են ասում, բայց ամենակարևորը բեմն ու հարսանիքը պետք է տարբերվի։ Այսօր այնքան դժվար է տարբերելը մի քիչ։ Այդ ամենակարևորը։ Ես հարսանիքին ինչ ուզեմ կերքեմ։ Ընկերս այս երգն է ուզում, ընկերոջս խաթել էտել կերքեմ, քեֆ եմ անում, բայց բեմի վրա իրավունք չունեմ այդպես երգել։ Բայց գիտեք, sense խոսքը ասում են արվեստագետը այնա, որ ինքն է թելադրում ճաշակ ժողովրդին, այլ ոչ թե ժողովուրդն է իրան ճաշակ թելադրում։ Մենք աշխատում ենք պահենք ինչ որ մի գիծ, ինչ որ մի որակական չափանիշ, որ
մեզ ընդօրինակելուց էլի հետո ավելի երիտասարդները չասեն էլի իրանից ենք լսել սովորել ու միած սխալ ճանապարհ։ Ես շատ հաճախ լսում էի, որ ասում էին հանդիսատեսը ժողովրդական երգի հետ կապված մեծահասակներ են հիմնականում լինում, բայց համաձայն չեմ դրա հետ, որովհետև մենք այսօր ունենք հրաշալի երիտասարդություն, որ անգամ տարբեր երկրներում համերգների ընթացքում հասկանում ես, որ քեզ հետ հավասար բոլոր մեր երգերը երգում են։ Մեր հայրենասիրական երգերից սկսած մինչև աշխուղական եւ ժողովրդական երգեր, որը որ պետք է ավելի քեզ ուժ է տալիս, որ դու ստեղծագործես եւ պահպանես ազգային երգը։ Բրավո։ Այո։ Գոհար, ինչպիսին է հայ կնոջ կերպարը ժողովրդական երգում։ Նկարագիրն ինչպիսին է։ Հայ կնոջ կերպարը, այո, իսկապես խոնար, հես, տանմայր, եւ այդ ամեն ինչի հետ միասին նաեւ ուժեղ։ Շատ ուժեղ։ Շատ ուժեղ։ Իսկ ինչպիսին է հայ տղամարդու կերպարը ժողովրդական երգում։ Հարմարվող։ Երկիր ինձ հարմար։ Երկի մեջ ընդհանրապես հայ տղամարդը տարբեր է լինում, շատ գեղեցիկ սիրող, ժողովրդական երգի մասին է խոսքը։ Գեղեցիկ սիրող։ Գեղեցիկը գնահատող։ Այո, կնամեծար, այո, աշխատող, Մարգարիտ անզուգական խոսքերով բնութագրող իր սիրասեակին։ Չէ, քո մասին չի խոսում, ես քեզ չեմ ասում, ես նաև քեզ եմ ասում, Գոհարջան։ Եվ իհարկե մի շարք երգերում էլ, եթե երգային բնութագրի մասն է խոսքը, առնական, հզոր, հայրենասեր, ընտանիք պաշտող, ընտանիք պահպանող, ազգը սիրող, ազգը պաշտպանող կերպարա։ Եվ կամոք կա ինչ-որ մի երգ, որը կատարելիս միշտ հուզվում եք։ Հա, մի հատ երգ կա։ Նամանավանդ եթե հանդես եմ գալիս արտասահմանում, ունակ դլե համար ես անկախ ես դնում եմ շրթունքիս հետ նայում եմ այդքան հայերին, որ օրտարության մեջ են անկախ ինձանից ես միջև վերջանալը խեղդվում եմ։ Ամոթ չի համ կլացեմ, համ կնվագեմ։ Ամոթ չի։ Այմ էլ ուզումեցի։ Լավ նվագեց։ Յարամարդուն յարակուտա շատ ուշ հասկացա Ժայռից պոկված սիրտը նրա քնքուշ հասկացա Յարամարդուն Յարակուտա շատ ուշ հասկացա Ժայռից պոկված սիրտը նրա քնքուշ հասկացա Ես ինձ շապսած նեղտանվերի արդիրով աշու Սեր երկելու սազը ձերքի վայրդիրով աշու Եվ իշաներ նգնեի անդունու անդեր մանայի Սայպես դադու ներայի յաշուներ
հիմա անկեղծ ասած մի թեթև նախանձում եմ, որովհետև այս զգացողությունները հաստատ չեն կրկնվելու եւ մի էսպիսի բան եմ ուզում իրար հետ փորձենք։ Ես ձեզ խնդիր կտամ ամեն մեկից եւ պետք է խնդրեմ, որպեսզի յուրաքանչյուրդ մի ֆրազ երգեք ըստ այդ խնդրի։ Համաձայն եք։ Ուզենք չուզենք։ Ճարներս ինչ չէ։ Գնում ենք հերթով։ Այո։ Անպատասխան սիրո մասին, Գուրգեն։ Մեր արդեն որ կան այդ երկերից։ Այո։ Կարես օրինես իմ։ Սիրո մի րոպե։ Օ, Շահենի։ Այսօր ես իմ յարին տեսա Խռոված։ Ծուխ մազերը օլորած էր, բարև տվի, բարև չարավ, գուցե ինձնից վրդոված էր։ Բրավո։ Հաղթեց։ Այստեղ հաղթող եւ պարտվող չկա, այսօր հաղթողը միայն ես եմ։ Բոլորս հաղթած ենք, բոլորս հաղթած Որովհետեւ ենք։ վայելում եմ այս ամենը։ Արսեն ամոթխած աղջկա մասին։ Ամուտխած։ Մախմուր աղջիկ, քիչ տխուր աղջիկ, աչքերդ հազարախոս, շուրթդ լուր աղջիկ, երնեք նրան, ով որ Կանգնի քո դռան, ջուրդ խմի, կաթնախ յուր աղջիկ, դամ 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 երնեք նրան, ով որ կանգնի քո դռան, ջուրդ խմի, կաթնախ յուր աղջիկ։ Բրավո, կատարեց խումբը։ Գոհար, սիրելի օրորոցայինը։ Այ օրորոցային շատ կա։ Ռուրի 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 կենի միմբալիլ ախ ռուրի 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 կենի միմբալիլ Բրավո։ Եվ բանո։ Մեր ժողովրդի Ամենասիրունը մասին։ Գոհարս երկեց։ Այո, շատ։ Մեր ժողովրդի մասին Մեր մեջ ամենասիրունն է դա։ դուդուկի բոլոր ստեղծագործությունները մեր ժողովրդի մասին են, Դե բայց մեկը ընտրիր։ այս րոպեին իմ երաժիշտ ընկերոջը կխնդրեմ սինոտափատ իսկ թվում է ինձ հիմա գիտեք ինչ կնվիրեն բոլորին մեր հեռուստադիտողներին կոմիտաս կռունկ։ Ախ, Բրավո։ Բրավո։ շնորհակալ եմ այս անբացատրելի էմոցիաների համար եւ վստահ եմ, որ այսօր նույնպես հաստատ եղավ գոնե մեկ երիտասարդ, ով սիրահարվեց ժողովրդական երգին։ Եվ իհարկե պետք է խնդրեմ, որպեսզի նաեւ մեր բենդը ամփոփելով մի խնդիր էլ ձեզ տամ։ Կլինի։ Սիրած աղջկան գովերքելու մի անուշ երգ։ Սիրուններ մի կտեղենա Այդ մեկը չի կարծեմ, գիտես։
Վարդավարը գալիս է Սոնայար, սոնայար Ծաղիկը ցնցալիս է Սոնա սիրուն սոնայար Այունում կանչող աղջիկ Սոնայար, սոնայար Ձերը ծմրալիս է Սոնա սիրուն սոնայար Սոնայար, սոնայար Սոնա սիրուն սոնայար Սոնայար, սոնայար Սոնա սիրուն սոնայար Չէ լսում։ Բրավո, Կատարես խումբը։ բրավո, օրկեստրի։ Հայկական ժողովրդական երգի մեջ մենք տեսնում ու ճանաչում ենք մեզ, մեր բնավորությունը, մեր վախերը, մեր հույզերն ու ինքնությունը։ Ինչ որ առումով մենք նաև տեսնում ու հասկանում ենք մեր աշխարհընկալումը, այն, ինչին ձգտում ենք եւ ինչի մասին երազում ենք։ Հայ երգարվեստի լեգենդ, ձայն ու անկրկնելի կատարումները տասնամյակներ շարունակ ջերմացնում են միլիոնավոր հայերի սրտեր։ Մայեստրո Ռուբեն Մաթևոսյան։ Մեր Հայաստանում ծիրան է Ողջույն յասնում սիրելի, Կանաչ աչքով է անում Վար արելի տան, ինքն էլ արեկան Սրտում պահած սիրո կանոտ անուշ մի գրան Շնորհակալություն։ Իր ոճով ու մոտեցումներով նա կարողանում է հայկական երգը մատուցել շատ թարմ ու ժամանակակից։ Արթի! Այս ամառը շատ եմ երազել Իմ սիրտները մրգի պես ասել Եվ ուզում եմ սիրո խոսք ասել Լսիր ձայնս արիջանս ուրազից ասել Այս արտիստի թավ ու ջերմ ձայնը հայկական երգարվեստում առանձնանում է իր զսպվածությամբ եւ ազնվությամբ։ Սևակ Ամրոյան։ Լայ 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 Լսիր ձայնս արիջանս ուրազից ասել Լսիր ձայնս արիջանս ուրազից ասել Հայկական ժողովրդական երգը եկել է մեր տաղավար։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Մենք ենք շնորհակալ շնորհակալ։ նման տաղավարում գտնվելու համար, Մայեստրո, որովհետև պատիվ է, ձեր ներկայությունն է մեզ համար մեծագույն հատկապես պատիվ։ երբ այն առնչվում է ժողովրդական երգի հետ։ Այ ինչով է առանձնանում մեր հայկական ժողովրդական երգը, որ այդքան հարազատ ու ջերմ է մեզ։ Գիտեք, յուրաքանչյուր անգամ ես ցանկանում եմ ոչ թե մտածել, այլ պարզապես գիտակցել, թե ինչ ասել է ժողովրդական երգը, ես արդեն 65 տարի է վաղուց եմ գիտակցել, ես իմ խոսքերով չէ, որ պետք է ամփոփեմ, որովհետև շատ ավելի լուրջ բնութագիր է տվել ժողովրդական երգին Ավետիք Իսահակյանը, իսկ նա ասել է, մենք ոչնչացող ազգ չենք, որովհետև մենք կերտել ենք մեր էպոսը Սասմատան, ստեղծել ենք մեր լեզուն դասական եւ մեր երգը ժողովրդական։ Ինչ կա ավելի ամփոփիչ գնահատող կարծիք, որ ամբողջ մի ազգի, այսինքն բնութագիր հայ ժողովրդի մշակույթին, լեզվին,
ժողովրդական երգին, իսկ նա գալիս է դարերից։ 5-րդ դարից սկսած մենք ունենք արդեն նոտա գրված այսօր, իսկ այն ժամանակ խազագիր, մենք ունենք նույնիսկ Մեսրոպ Մաշտոպցի մեղեդիները գրանցված, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, ես էլ մյուսների անունները չեմ տալիս, որովհետև սրանք այնպիսի երևույթներ են ազգի համար, որ պահանջում են խոնարհում, գիտակցում, իսկ դա ամեն ինչ գալիս է մեզ հետ, մեր արյան մեջ հասել է մինչև օրս։ Դրա համար ժողովրդական երգին չի կարելի նայել աչքի պոչով, այլ լուրջ, որովհետև այն բնութագրող կարևորագույն երևույթ է մեր կյանքում, իսկ ժողովրդական երգը ունի բազում շերտավորումներ, որտեղ առաջին հերթին դասականն է համարվում, բնականաբար գուսանական երգը, հետո հոգևոր երգը, հետո նոր մնացածը, իսկ մնացածն են կարևորագույն, նույնիսկ գեղչկական երգ հասկացողության և վերտառության տակ մենք կարող ենք ծանոթանալ և հպարտանալ, որ Կոմիտասի նման երևույթը մեզ վերադարձրեց ժողովրդական երգի այդ շերտավորումը, իսկ այդ գեղչկական երգ հասկացողության ներքո Կոմիտասի վերամշակած, այսինքն մշակած և մեզ հանձնած ժողովրդական երգերի այնպիսի նմուշներ են, որ ապշել կարելի է, աշխարհը կարող է զարմանալ, որովհետև կռունկ, Անտունի, Ծիրանի ծառ, այս բոլոր երգերը գեղչկական երգ են համարվում։ Մենք ունենք նաև կենցաղային երգեր, ունենք քաղաքատիվ ֆոլկլոր, ունենք ամեն ինչ մինչև օրս, այդ ամենը ամփոփվում է ժողովրդական երգ հասկացողության մեջ։ Ժողովրդական երգը միայն նա չի, որ պիտի անպայման ժողովրդական գործիքների նվագախումբը նվագակից դառնա երգի կատարմանը կամ ստեղծագործության տարածմանը, դա կարող է լինել թե սիմֆոնիկ նվագախմբի հետ, թե երգչախումբը ներկայացնի, թե մենակատարը երգի, թե դուդուկներով լինի, կամ թե գործիքներով, կամ էստրադային նվագախմբի նվագակցությամբ, ժողովրդական երգը միայն դա չէ, մեր բոլոր երևույթները, մեր հայ կոմպոզիտորները, բոլորը օգտվել են հենց ժողովրդահիմքը համարել են ժողովրդական երգը, որովհետև հայերեն մտածելակերպ է հաղորդում երգին դարձնում այնպիսի ստեղծագործություն, որ կարող է զարմանալ աշխարհը նաև, ոչ միայն հայը։ Այո։ Սևակ, այսօր երիտասարդությունը որքանով է պատրաստ այդ մաքուր ձևով լսել մեր ժողովրդական երգը, թե անպայման ցանկություն ունի ինչ-որ նորարարությունների։ Միջև այդ ասեմ, որ մայստրոն ընդհանուր պատմությունը ամեն ինչ ներկայացրեց։ Ամեն ինչ ասեց, կարող ենք գնալ արդեն։ Մեզ մնում է մի քիչ այսօրվա մասին խոսենք, ճիշտ հարցեր։ Հրաշի ջան, ճիշտ ասած անձնապես իմ կարծիքով այս տարիների վերլուծության ընթացքում այսօր երիտասարդությունը այդքան էլ պատրաստ չի լսել հենց բուն, այսինքն հենց ժողովրդի այն ավանդական տարբերակը։ Դա պետք է լինի, դա անպայման պետք է լինի, որի հիմքի վրա, ինչպես մայստրոն նշեց, կառուցվի այսօրվա շնչով։ Բայց ես կարծում եմ, որ այսօր երիտասարդությունը պետք է մի քիչ այսօրվա ստանդարտներին մոտ։ Չեմ ասում ամբողջը փոխենք, սարքենք, չգիտեմ ինչ, բայց մի քիչ այսօրվա հնչողությամբ ու այսօրվա ճաշակով։ Ինձ թվում է, որ տենց մատուցես ավելի հեշտ ընկալելի կլինի։ Եվ բոլորովին վերջերս մենք վայելեցինք նաև հայկական ժողովրդական երգը ֆեստիվալի շրջանակներում եւ տեսանք, թե ինչպիսի մեծ արձագանք էր եւ իսկապես ինչքան մերն է այն, ինչքան մեր մասին է այն։ Ես կուզեի հավելել Սևակի ասացին, վերջին տարիներին շատ ենք համերգներով լինում, ես էլ առանձին Սևակն էլ կամ երկուսով միասին եւ ես ամեն համերգից հետո այսպես մի
գերագույն հաճույք է լինում ինձ մոտ ու նաև հանգստություն, որ տեսնում եմ ու միշտ ասում եմ գալիս եմ տուն, ասում եմ երբ որ մեր սերնդի ու մեզնից բարձր սերունդն է այդ երգերը մեզ հետ հավասար երգում, դա հասկանալի է, որովհետև իրենք դրա մեջ են մեծացել եւ այլն, բայց որ 7-8 տարեկանից սկսած մինչև ավելի պատանեկան տարիքի այդ երեխաները առաջին շարքերում կանգնած երգում են Սարի սիրուն յար, որ երգում են ուղղակի խոսքեր չկան, ուրեմն գործը իր նպատակին է հասել։ Էնել ինչպես։ Արփի դուք այն արտիստներից եք, ով նորաձևություն բերեց նաև։ Եվ հետաքրքիր է, ինչպես ստացվեց, ինչպես եկաք դրան։ Այնքան սիրուն ասեց մայստրոն, որ պարտադիր չէ, որ ժողովրդական երգը հա ժողովրդական գործիքներով ես այնքան կողմ էի միշտ դրան, բայց շատ զգուշորեն էի մոտենում ժողովրդական երգին, որովհետև այդպես մտածում էի, որ չէ, չի կարելի, չէ, բայց ինչ կասեն, չէ, բայց դա սխալ կլինի, բայց տարբեր հա առիթների, երբ որ փոքրիկ մի հատված էի երգում, հա իմ խմբի հետ ինձ մոտենում են ասում են ինչու չես այս ժանրում երգում, ինչու չես երգում, ես հասկացա, որ տեղ է հասնում, հա, այդ փոքր կտորները, որ երգում եմ, այսինքն տեղ է հասնում։ Իսկ եթե տեղ է հասնում, ինչու վախենալ եւ չդիպչել այդ երգերին։ Այստեղ արդեն ինձ օգնության եկան ճիշտ գործիքավորողներ, երաժիշտ ընկերներ, հա, եւ ի վերջո ներքին մի զգացողություն հայ երգը զգալու մի չգիտեմ ներաշխար, որ շնորհակալ եմ Աստծուն, որ ես դա զգացել եմ եւ իմ ամբողջ իմ էությամբ ես զգացել եմ այդ ոճը, երաժշտական ոճը եւ այդպես ներկայացնելով դիպչել եմ մարդկանց սրտերին։ Այդտեղից էլ սկսվել է իմ կատարման ճանապարհը։ Այո։ Մայստրո, շատերը հաճախ շփոթում են ժողովրդական երգը աշուղական եւ գուսանական երգի հետ։ Ի վերջո ո՞րն է տարբերությունը։ Ժողովրդական երգին բոլորը ժողովրդական երգ հասկացողության մեջ են, նույնիսկ գուսանական երգը, իհարկե, որովհետև շերտավորումներ են ժողովրդական երգի, ժողովրդական երգարվեստի շերտավորումներն են, չի կարելի զատել, անպայման պետք է գնահատել, բայց պետք է հասկանալ, որ գուսանական երգը դասական մակարդակ է, ախր մենք ուշ միջնադարում ունեցել ենք հանճարեղ Սայաթնովա, իսկ Սայաթնովա անունը դա պարզապես ստեղծագործել է բացառապես հայերեն, հայոց հայերեն տաղեր է գրել է վրացերեն եւ գրել է պարսկերեն, ինչու համար եւ բայց նա այն ժամանակ այդպիսի դահլիճներ չկային, բայց կային թագավորական պալատներ, իսկ նա այնտեղ պետք է անպայման ելույթ ունենար ոչ թե շուկայում, որովհետև Սայաթնովաների ի դեպ շատ կարևոր միտք չէի ասի, բայց դա փաստ է, Սայաթնովա մենք ֆիլմից մեր Հայաստանի առաջին նկարահանած հեռուստատեսային ֆիլմում հիշում ենք, երբ որ Աշուղ Դոստին Սայաթնովային նկատեց իբրև երգի արքա եւ անուն տվեց այսօրվանից դու Սայաթնովան ես, այսինքն երգի արքան, բայց դա իհարկե այդպես չէ, արքա չէին կարող ասել այն ժամանակ, որովհետեւ նա ելույթեր ունենում ենթադրենք շահի պալատում եւ այնտեղ պարսկերեն է Սայաթնովա բառի իմաստը, որը պարսկերեն նշանակում է Սայադե նավա, Սայադե նավա նշանակում է պարսկերեն երգի որսորդ, բայց թագավոր չէի կարող ասել, որովհետև շահ է նստած, ուրեմն երգի որսորդ, ամենաբարձր մակարդակը եւ երգի ստեղծող, այսինքն որ երգը այնպես է գրում, որ իր ձեռքերում է իր երգն է, իր սեփականությունը, որ հանձնում է ժողովրդին։ Այդ օրվանից նրան նկատեցին իբրև Սայաթնովա։ Մենք հպարտ ենք դրա համար, իհարկե նա հարությունն էր,
բայց մենք նրան գնահատում ենք իբրև Սայաթնովա մեր երաժշտարվեստի գագաթներից մեկը, ազգային նկարագիրը ներկայացնող գուսաններից մեկը, որը ուշ միջնադարում է գրել։ Իհարկե մենք ավելի շատ գուսաններ ենք ունեցել մինչև մեր օրերը, մեր օրերի գուսանները, այսինքն մինչև մեր օրերը մենք ունեցանք նաև Հանճարեղ Ջիվանի, ունեցանք Շերամ, ես ամենաբարձրագույնների անունները կտամ, որովհետև Շիրին, Միսկին Բուրջի եւ հատկապես Գյուրջինավե, իսկ դրանցից ավելի բարձր էր Նաղաշ Հովնաթանը։ Նաղաշ Հովնաթան, Նաղաշ նշանակում է նկարիչ։ Նկարիչ Հովնաթանյանները լսել ենք, բոլորս գիտենք, չէ՞, այդ Հովնաթանյաններից մեկն էր Նաղաշ Հովնաթանը, ով գրում էր նաև ստեղծագործություն, երգ, հորինում էր երգեր, եւ նա նույնպես ուրեմն դասվում է գուսանների, հանճարեղ գուսանների շարքում, բայց Ջիվանի, Շերամ, հետո նրանից հետո եկավ մեր օրերի գուսանները Հավասին, Աշոտը, Շահենը, մենք չպետք է մոռանանք այս բոլորը, նրանք մեկ օրվա համար չեն գրել, նրանք գրել են բոլոր ժամանակների համար, որտեվ հանճարեղ ստեղծագործողներ էին։ Իդեպ Արամ Իլիչի նման, Արամ Խաչատրյանի նման հանճարեղ երաժիշտը պաշտում էր Սայաթնովային։ Դա եղավ պատճառը, բոլորը գիտեին դա, որ Սայաթնովան մի այլ գիտակցություն է նրա համար, դրա համար Առնո Բաբաջանյանը գրեց իր էլեգիան, որը Սայաթնովայի երաժշտությունն է եւ ինձ ասեց Ռուբիկ ջան, չեմ ուզում որ ուրիշ բան լինի, ուզում եմ հիմքը անպայման Սայաթնովան լինի, հետո այդ դարձնեմ դաշնամուրային կատարում, դա կլինի էլեգիա ի պատիվ Արամ Խաչատրյանի հավերժությանը։ Վարպետաց դաս ենք անցնում մենք այսօր, առաջինի եթերում։ Որն է ամենամեծ բարդությունը ժողովրդական երգ կատարելիս արտիստի համար։ Նախ ես սիրում եմ շատ լսել, մինչև կատարելը, իմ կատարելը, սիրում եմ շատ լսել, մայստրոին լսել, մեր կատարողներին, այսինքն ես պիտի բացի երգը մարսելը, ես պետք է լսեմ, որպեսի ճիշտ խաղիկները եւ այլն, բայց ինձ համար մի բան եմ հասկացել, երբ որ ես իմ սրտին եմ լսում, հա, եւ երբ որ ես կատարում եմ իմ սրտով ու իմ զգացածով, երգը ավելի ուրիշ ճանապարհ է անցնում, ավելի ազնիվ է լինում, դրա համար երբ որ օրինակ ինձ հարցնում են չես դժվարանում կամ ինչ որ մի բան, կամ երբեմն շատ են ասում, որ մի անգամ Վարդան Բադալյան ասեց, քեզ որ լսում եմ ոնց որ Սյունիքի սարերով անցնեմ, որովհետև դե խնձորեսկից եմ, այսինքն ես կարծում եմ, որ ինձ շատ օգնում է, հա, իմ մանկությունը, իմ ինչ որ լեռնաշխարհը, որ ինձ ինչ որ սնել են, այդպես իմ զգացածով, իհարկե լսելով մեծերին, նոտաներին, ձայնագրություններին, բայց իմ ձևով եւ իմ զգացածով, այդպես։ Սևակ։ Դե կարելի է երկար խոսալ, իհարկե Հրաշի ջան, բայց կարծում եմ զգացմունքի մասին է խոսքը, Արփին էլ շեշտեց, որ ամենակարևորը քո զգացածը փորձես փոխանցես։ Ժողովրդական երգը առհասարակ, ինչքան որ մտածել եմ, ինձ համար ձայնի տեխնիկայի մասին չի։ Հոգու, սրտի մասին է, զգացողության մասին է, այն ինչ որ եկել է հենց մեր ժողովրդից։ Ես էլ ինքս շատ լսում եմ մեր մեծերի, շատ ուրախ եմ, որ այսօր կիսում ենք տաղավարը մայստրոյի հետ, որովհետև ես անընդհատ եմ լսում, քիչ առաջ մայստրոին ցույց է տալիս Սայաթնովայի երգերից շատ մարդ կոսեն, որ անընդհատ, դա անգամ մարզասրահում ես այդ կատարումը լսում եմ, շատ սիրուն է, Հովանես Բադալյան, չգիտեմ, Ավագ Պետրոսյան, շատ հզոր կատարողներ ունենք, որոնցից կարելի է սովորել։ Այդ ամեն ինչը դու կարող ես յուրացնել, կարող ես, բայց դու պետք է քո մի մասնիկը ունենաս, քո մի մասնիկը դնես, դու չես կարող կրկնես, որովհետև մենք ունեցել ենք հրաշալի կատարողներ, որոնք այդ սանդղակը շատ բարձր են դրել,
Այսինքն դրա համար եմ ասում, որ այդքան էլ ինձ համար ձայնի ու տեխնիկայի մասին չի, առաջին հերթին զգացողության եւ հոգեվիճակի մասին է, որը կարող ես դու հասցնել հանդիսատեսին։ Եթե դա քո մոտ ստացվի, ուրեմն հաղթել ես, եթե չէ, չէ։ Եվ եթե կարելի է ես մի բան էլ ավելացնեմ, ինձ համար որպես կատարող եւ որպես հայկին, որպես հայ, ինձ համար միայն դրա այդ ժանրը ներկայացնելը չի։ Այսինքն դու պիտի լիովին կրես այդ գենը, հա? Այսինքն քո, չգիտեմ, չէ որ ժողովրդական երգ որ ասում են, երբ որ դուրս ես գալիս կատարելու, դու նույնպես ուրիշ ոլորտներում էլ պիտի շատ պատասխանատու լինես։ Մի բան ավելացնեմ, շատ համաձայն եմ, օրինակ մենք ունենք շատ դեպքեր, ոչ մեկին չեմ ուզում անկեղծ մեղադրեմ, բայց երգում են լրիվ ուրիշ բան, հետո մի հատ ժողովրդական են երգում, չգիտեմ ինչ ցույց տալու համար, այսինքն որ էս էլ կարող ենք կամ էս էլ ենք երգում, բայց Արփին լավ բան է ասում, որովհետև ժողովրդական երգը, աշուղական երգը դա մենակ այդ կատարումը չի, չէ՞, այսինքն դու պետք է կրողը լինես ու փոխանցես։ Թե ինչ որ կեցված կա, թե դաստիարակություն կա, պատասխանատվություն քո ազգային գեների հանդեպ, թե ինչպես հիմա գուցե շատ եմ մանրանում, թե ինչպես ես դու ընտանիքում, ինչպես ես քո երեխաների հետ, ինչ են լսում քո երեխաները։ Ի վերջո դա պարտադիր չի քո երեխաները, չեմ ուզում ասել, որ այդ ժանրը լսեն, այսինքն քո մոտեցումը ազգային, հա, այս գանձարանին, ինչպես ես դու վերաբերում դրան։ Մի երգա երգեցի անցնեմ գնամ, չէ, այսինքն դու պիտի լիովին դրա կրողը լինես, քո նիստուկացով, ամեն ինչով, քո զգայարաներով եւ քո մտքով։ Հատկապես որ նման օրինակներ կան։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Դուք շարունակում եք մեր մեծերի ու մայստրոյի գործը եւ ներկայացնում եք հայկական ժողովրդական երգը աշխարհով մեկ, անընդհատ հյուրախաղերի եք։ Ի վերջո, հայկական ժողովրդական երգը միայն մերն է, թե նաեւ դիպչում է օտարազգիների սրտին։ Գիտեք, դժվար հարց եք տալիս։ Իմ փորձից ելնելով պիտի ասեմ, որ երևի թե միայն մերն է, բայց ես շատ կցանկանամ, որ ինքը դուրս գա հայկական իրականությունից։ Հիմա փորձում եմ հիշեմ տենց դեպք, որ Ես հիշում եմ նման դեպք։ Ուրեմն տարիներ առաջ 2012 թվականին մեր խմբով Քաթարում աշխատում էինք որևէ ջազ կլաբում, որի մենեջերը հարավաֆրիկացի էր, եւ մենք բացառապես ջազ, սոուլ, այլ ոճի երգերով էինք հանդես գալիս։ Մի անգամ հայեր եկան, մի 30 հոգի հայեր եկան Քաթարում ապրող հայերից, որպես հանդիսատես։ Եկան, նստեցին եւ խնդրեցին, ասին մի ինչ որ մի հայկական, մի բան կարող եք երգել։ Ասեցինք, չգիտեք, այստեղ թույլ է տրվում, թե չէ։ Մենեջերին խնդրեցինք, ասեցինք, հնարավոր է մի գործ, այստեղ շատ հայ հյուրեր ունենք, հնարավոր է մի գործ երգել։ Երգեցինք Սայատնովա եւ չեմ կարող ասել, որ այդ մեր մենեջերի աչքերից արցունքներ էր գալիս։ Ոչ լեզուն է հասկանում։ Ոչ լեզուն է հասկանում, հետո անցանք չկակիզի նման, ճապոնացիներ էին նստած, ծափ էին տալիս, ռիթմը չէին բռնում, որովհետև չէին կարող այդ 6-8 ռիթմը բռնել, բայց ոգևորությունը տեսնեիք։ Հաջորդ օրը եկանք նորից աշխատանքի, մեր մենեջերը մոտեցավ, ասեց, կարող եք այն երգը նորից երգել։ Ու այդպես շարունակվեց, այսինքն դա դիպչել էր։ Հա, այդպիսի դեպքեր շատ կան, ուզում եի ասել։ Ես նկատի ունեի ավելի համընդհանուր համամարտկային, բայց այդպիսի դեպքեր շատ են լինում, օտարներ են գալիս համերգներին, չգիտեմ, ես վերջերս մի հատ Պոլշայից տղա եկել էր ու տես ծանոթներով ինձնից փորձում էր CD վերցներ, ստորագրեմ, այսինքն օտարներ շատ կան։ Թեկուզ YouTube-ի կոմենտներով նայում շատ օտարներ կան, որ լսում են։ Դե ես այսօր չեմ կարող առիթից չօգտվել, հաշվի առնելով, որ նստած եք այստեղ, այս տաղավարում, այս բազմոցի վրա, եւ եթե թույլ կտաք, ես բառ ասեմ, որևէ բառ, որը շատ է կիրառվում է ժողովրդական երգում, եւ դուք մի հատված երգեք։ Կարելի է մայստրո։ Իհարկե։ Յար Yar çimi taçim herasni kiz koyarım kiz koyarım bare Yar çimi taçim herasni kiz koyarım bare Esmeke yes hişeti. Esmeke du hişetir. Çinar maestro. Չինարես կերանի
ախր երկելու համար երբ ինձ ասում են երկի, ես պատկերացնում եմ ոչ թե միայն բեմահարթակ, անպայման նվագակցող լինի, որպեսզի ինձ իմ տոնայնության մեջ ուղղորդի եւ ես սկսեմ երգել հենց այնպես կարգին։ Մայստրո, դուք ոնց երգեք Ես էի ուզում ասել։ Ոնց երգեք Ես էի ուզում ասել։ Մի անգամ էլ առիթից օգտվեմ, կարելի է։ Իհարկե։ Ջիլեք տալիս։ Սեր։ Սեր Էսը դու հիշի։ Սեփյուր կդառնամ մեղմիկանման չնդեղի ուզում հասնեի Ուզում ես հասնել։ Սիրուցդ վարված հասպետի նման թուրս կդնեմ քո այգու դրան Որ նայեմ ես քեզ Նազան։ Հարիվիր կարիմուտ կարապույուսիս չկակիզի նման չապով նազանի Հրաշքն չէ։ Մայստրո, հայկական ժողովրդական երգը շատ վստահելի ձեռքերում է։ Շատ հետաքրքիր երգեր վատ երգ չկա կավատ կատարող Այո։ Այո Մայստրո, խոսեցինք այն մասին, որ ժողովրդական երգը սիմֆոնիկ կատարմամբ է հնչում նաև բացի դասական համարվող նվագախմբից։ Բայց հիմա ժողովրդական երգը շատ է կիրառվում բոլոր ժանրերում, անգամ ռոքում։ Կա կարմիր գիծ էստեղ, որը անցնել չի կարելի։ Պատահում է երգերը այնպես են ես, որ այդ երգը ես եմ երգել ու շատ լսվում է ինչ երգա։ Մեկ էլ բառերից հասկանում եմ, որ մոտեցավ արդեն այդ երգն է, բայց մեղեդին այնքան է աղճատված, որ չես հասկանում։ Երգը պետք է երգել այնպես ինչպես կա, բայց քո զգացողությունը ներդնելով, քո գիտակցությունը ներդնելով, քո գաղափարները մեջը լինելով հասկանաս թե ինչ է նշանակում երգը, որտեվ երգը հենց այնպես չի գրվել։ Ինչ որ նպատակ է, այդ նպատակը պետք է ճիշտ լինի։ Մայստրո, Կոմիտասի մասին, նա մեզ աննկարագրելի ժառանգություն ու հարստություն է թողել։ Բայց ինձ հետաքրքիր է, հիմա էլ ստեղծվում են ժողովրդական երգեր եւ ովքեր են զբաղվում բանահավաքությամբ, թե ինչ ունենք։ Գիտեք, ախր այնքան շատ կատարողներ են եղել ժողովրդական երգի, ներկայացնողներ, բայց մենք ունենք դասական մակարդակ այդ երգերը ներկայացնող արվեստագետների այնպիսի մի հզոր բանակ, որ շատերը չունեն։ Բայց մենք ունեցել ենք Արաքսիկ Յուլզադյան, մենք ունեցել ենք Շողիկ Մկրտչյան, Վաղարշակ Սահակյան, բայց ունեցել ենք Օֆելիա Համբարձումյան, նրա կողքին Հովհաննես Բադալյան, հետո մի քանի տարի հետո ես Ռուբեն Մաթևոսյան, հետո ինձանից հետո շատ եղան Ռաֆիկը, մնացածը բոլորը Վարդուհին, Ֆլորան, բոլորն էլ ուրեմն նվիրյալներն են եղել ժողովրդական երգի տարածմանը։ Իսկ ժողովրդական երգ չի նշանակում հենց միայն ժողովրդական երգը կամ գուսանական երգը, դա կոմպոզիտորների ստեղծագործություններն էին, որ կատարվում էին մեր կողմից, որովհետև մենք կարողանում էինք գտել էինք ճանապարհը երգը ժողովրդին հասցնելու։ Դուք այսօր նաև ժողովրդական երգի փոխանցողներն եք, ոչ միայն կատարողները, եւ հետաքրքիր է, եթե դժվար հարց է իհարկե, եթե ստիպված լինեիք մեկ երգ ընտրել փոխանցելու հաջորդ սերնդին, որը կլիներ այդ մեկ երգը։ Շատ դժվար հարց է տալիս։ Բայց մեկը ու ես չեմ կարող ասել։ Առնվազն մի 5 հատ պիտի ասեմ։ Ինձ համար փառահեղ գործերից է այս պահին դա մտքիս եկավ Կոմիտասի Արորն ու Տատրակը։ Ինձ համար շատ խորը փիլիսոփայական դիալոգ է երկու թռչունների միջև, որը խորհրդանշում է հայ ազգի անցած ճանապարհը, ապրումները, վիշտը եւ թե ինչպես է դա երաժշտությամբ մատուցել Արորի ու Տատրակի երկխոսությունը ինձ համար դա փիլիսոփայության, չգիտեմ, շատ բարձր արվեստ է։ Այո։ Կռունկն է շատ սիրուն։ Սայետնովայից երգեր կա, որ անպայման պետք է փոխանցել։ Մի երգ դժվար է։ Աշխարհումս աղջիմ քաշի շատ սիրուն։ Ջիվանու երգերից։ Դե մայստրոն արդեն անունները տվեց, ճիշտ ասած, մեծամեծերի, դրա համար շատ են։ Ի վերջո ո՞րն է ժողովրդական երգի գաղտնիքը։
Հոգին։ Մերն է, ուրիշ գաղտնիք չկա, այսինքն դա է մերը։ Ուրիշ չունենք, չէ՞։ Ու այդ հիմքի վրա կառուցված է ամեն ինչ։ Այս բոլորիս ներսում է այդ կարծում եմ ու բոլորս կրում ենք, անկախ նրանից մենք կերքենք, թե կլսենք։ Եվ եթե կարելի է ես մի բան ավելացնեմ, վերջին շրջանում, չգիտեմ, գուցե մայստրոն էլ երևի կփաստի կամ իր կարծիքը կասի, վերջին շրջանում, այսինքն ինչ ես սկսել եմ այս ժանրի մեջ ներկայանալ, մի հատ սահման կա ժողովրդական երգը կատարելու, որ դա եթե անցնում են շատ այդ արևելյան խաղերը ամբողջովին աղավաղում են ժողովրդական երգը, այսինքն ճիշտ այդ մոտեցումը կատարելու, այսինքն շատերին թվում է ձայն ունեն, հոգին կա եւ այլն, բայց ինչ որ խաղերի կամ չգիտեմ ոնց բացատրեմ, որ մի հատ գիծ կա, որ դու դա անցնում ես, դա արդեն հայկական չի։ Իսկ ժողովրդական երգը, որ լսես, պիտի ասես, վայ ինչ հայկական է։ Այս է, երևի այստեղ է, որ դրա համար եմ ես ասում, նայած այդ մարդը ինչ մտածելակերպով է ապրում, ինչ սկզբունքներով։ Այդ սահմանը կարող է ունկնդիրը չզգա, բայց այն ով որ ներկայացնում է, Սապես ինձ թվում է լավ էլ զգում է։ Միգուցե չզգա, բայց երգիչը պարտավոր է զգա, այսինքն դրա մասին է ուզում ասել, որ երբ որ դու դա ներկայացնում ես, դու շատ հստակ պիտի իմանաս ինչ ես մատուցում։ Եվ նորից վերադառնում ենք պատասխանատվությանը։ Այո, ես ինքս եթե լսեմ, ինչ որ մի բան ինձ խանգարում է, ես էլ չեմ կարող տվյալ երգիչին լսել, որովհետև դա ինձ համար հայկական չի։ Այդպես։ Մայստրո, մենք այսօր Ախր ժողովրդական երգ հասկացողության մեջ երբեմն շփոթում են հարևան երկրների կատարողական այն, ինչ ասեմ, իրենց հատուկ խաղերը, այսպես ասել, մենք չունենք այդպիսի կլկլոցներ, մեր մոտ կլկլոցներ չկան այդպես բաներ, մեզ մոտ կա ֆորշլակ, այո, կա գրուպետո, կա շատ բան, զգույշ երևույթներ, այո, բայց այնքան նուրբ է արվում դա, եւ ամենտեղ չէ որ պետք է արվի, պահանջվում է, այո, չի պահանջվում, չի կարելի։ Իսկ ինչ վերաբերվում է մեղեդու կատարման, այսինքն ստեղծագործության կատարման համար, դա պահանջվում է լուրջ վերաբերմունք։ Դա նույնն է, որ դու կարողանաս այնպիսի մի բան ստեղծել, որ բոլորի համար դիտելի լինի, լսելի լինի, լավագույնը լինի, իսկ դա շատ հեշտ է նրա համար, ով այդ բոլորը գիտակցում է, որովհետև երգիչը, որ երգում է, զգում ես, նա խելք ունի, թե ոչ, գիտե մտածել, թե ոչ։ Երանի մեզ, որ ձեզ ունենք, մայստրո, շնորհակալություն այն փառավոր ժառանգության համար, որ փոխանցում եք մեզ, եւ շնորհակալություն այդ ժառանգությունը շարունակելու համար եւ այդ աշխատանքը շարունակելու համար։ Շնորհակալություն, սիրելիս, որ մեզ օրինակ հատկապես ինձ, որ ես շատ եմ եղել քո հյուրը, այսօր չեմ կարող չանտեսել, որ շատ գեղեցիկ տաղավար է։ Եվ շնորհավորում եմ դրա համար։ Շնորհակալ եմ։ Եվ հանրային հեռուստատեսությանը եւ քեզ սիրելի։ Շնորհակալ ենք։ Բարով վայելեք։ Այսօր ամեն հնչած երգ մեզ հիշեցրեց մեր տատիկ պապիկներին, մեր ծնողներին, մեր մեծերին, որովհետև հայկական ժողովրդական երգը նման է ընտանեկան ալբոմի, որից միշտ երաժշտություն է հնչում։ Երգեր, որոնցով մենք մեծացել ենք, երգեր, որոնք մեզ վերադարձնում են մեր արմատներին, տուն, որտեղ մեզ միշտ սպասում են։ Շնորհակալ եմ, կհանդիպենք առաջինում։ Թանկորի մեր դուրսանի տեսքեն ջերենք բերեն, Թանկորի մեր դուրսանի տեսքեն ջերենք բերեն, Թանկորի մեր դուրսանի կե հաստխող ենք բերեն, Թանկորի մեր դուրսանի գրտականող ենք բերեն, Թանկորի մեր դուրսանի լվացկանող ենք բերեն, Թանկորի մեր դուրսանի կե գլուխ տնող ենք բերեն։